Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վտանգ չի զգում, պարոն Չուքազյան, ինչու են նման հայտարարություններ անում, որ հիբրիդային հարձակումներ կարող են լինել, Ռուսաստանը կարող է փորձել պլան իրագործել, եթե չլինի, ապա տնտեսապես խեղճացնի Հայաստանին կամ փորձեն ներկայացնել, որ լեգիտիմ ընտրություններ տեղի չեն ունեցել։ Սա ուղղակի Եվրոպային, Եվրամիության, Արևմուտքին խաբելու ինչ-որ ձևեր է աջակցություն ստանալու համար։ Այո, եւ կարելի ասել որոշ չափով իրենց հաջողվել է դա, բայց ես չեմ կարծում, որ ամբողջ Արևմուտքը այդպես խաբված վիճակում է։ Հստակ շրջանակներ կան արևմտյան, որոնք եւ դա արտահայտվում է բազմաթիվ ձևերով, եւ մենք տեսնում ենք, որ արևմուտքում այդ ձայները գնալով ավելի հնչեղ են դառնում, որոնք խոսում են այն մասին, որ այսպես չի կարող շարունակվել։ Այսինքն չի արտահայտում, իսկապես ինքը չի արտահայտում հայ ժողովրդի այն շահերը եւ ոչ միայն շահերը, այլև մեր ժողովուրդը գնալով ավելի ագիտակցում, որ ավելի խրվում է այդ փոսի մեջ։ Հիմա այդ թվացial խաղաղություն ամենախաղաղ տեղը մահն է, չէ՞։ Հիմա մեզ դեպի մահ են տանում, դեն դանդաղ բանը տաքացնելով ջուրը։ Մենք էլ ասում ենք, հա, դե խաղաղություն է, էլի։ Խաշվելով այդտենց խաշվելով վերջանալու ենք։ Մենք պիտի շատ լավ գիտակցենք, որ այո, դա թշնամու շատ մտածված քաղաքականությունն է, այդպես սպիտակ ցեղասպանության ենթարկելու։ Պարոն Չուքազյան, ձեր կարծիքով Ռուսաստանը 2026-ի հետ կապված ինչ-որ խաղադրույքներ արել է կամ անում է, թե ինքը հետաքրքրված չէ տարածաշրջանով իրեն Նիկոլ Փաշինյանն էլ է ձեռնտու։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանում էլ բավականին բարդ կացություն է ստեղծվում եւ իրենց մոտ էլ այդ աշտարակները, տարբեր աշտարակներ, որոնք ասենք Պրիգոժինի ապստամբության ժամանակ արտահայտվեցին այդ աշտարակների գոյությունը, չէ՞, մենք ակնհայտորեն տեսանք, առավել եւս հիմա կա, որովհետեւ այնտեղ օրինակ նույնպես տարբեր ուժեր հիմա այսպես բախվում են, բանի գորգի տակ, որովհետեւ Պուտինը որպես արդեն տարիքն առած ղեկավար եւ իր ընտանիքի շարունակականությունս, որը սկսել է արդեն ընտանիքը փորձել առաջ տանել, ոչ թե իրան, այլ իր ընտանիքը եւ այլ։ Դա որոշակի բարդություններ է ստեղծել։ Եվ Ռուսաստանի այդ աշտարակներն էլ բնականաբար տարբեր կերպ են արձագանքում Հարավային Կովկասում տեղի ունեցող ընթացքներին եւ այնպես չի, որ իրանք ուղակի ձեռքերը լվացել են։ Ինչ որ լծակներ գոյություն ունեն, բայց մի ձեռքը մյուս ձեռքին չի լվանում, այսպես ասած, եւ իրար դեմ երբեմն պայքարում են հենց Հայաստանում, ռուսական այդ աշտարակները։ Դա էլ է նկատելի։ Դա արտահայտվում է մեր այսպես ասած նախկինների տարբեր ճամբարների հարաբերությունների մեջ եւ այլն։ Բայց այդտեղ նորից եմ ասում, հնարավորություն է առաջանում, որպեսզի այսպես ասած հասունացում տեղի ունենա հայկական քաղաքական, որովհետեւ դու ոնց որ լքված վիճակում հայտնված տարածքներ, ինչպես օրինակ Սիրիաներ եւ այլն, Արցախը դրանից շուտ էր լքվել, բայց Հայաստանը դեռ վերջնական, այսինքն մարդիկ կան, որոնք հույսեր ունեն, այսինքն տեղեկության պակասն է, թե ինչն է, որ իրենք չեն կարողանում գնահատել, բայց փաստն էր, որ 25 թվականին ռուսական նահանջը շարունակվել է Մերձավոր Արևելքում եւ տարածաշրջանում։ Այսինքն, պարոն Չուքազյան, կարող ենք ասել, որ Արևմուտքի, ինչպես նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կվերընտրվի, էլի։ Չնայած դա իրենք կներկայացնեն։ Ես վստահ չեմ, որ այդպես է լինելու։ Ինչու՞ Եվրամիությունը փող է տալիս։ Չէ, բայց մենակ փողով չի, այդտեղ բազմաթիվ գործոններ կան, նույն Եվրամիությունում էլ տարբեր ձայներ են հնչում։ Մեծ Բրիտանիան, որ բազմաթիվ շահեր ունի Ադրբեջանում եւ Թուրքիայի հետ կապված, անգամ Մեծ Բրիտանիայում տարբեր ձայներ են հնչում։ Մենք չպիտի միարժեք գնահատենք այսօրվա համաշխարհային աշխարհակաղակական այդ կենտրոններին, այնտեղ ամենտեղ ճեղքվածություն, երկփեղկվածություն կա, ամենտեղ։ Միացյալ Նահանգներում ենք տեսնում, չէ՞, այս Էփշտեյնի ֆայլերի հետ կապված ինչ պատերազմ է սկսվում, այնտեղ ամենտեղ դա կա, ամենտեղ աշխարհակաղակական այս փոփոխությունները նաև տեխնոլոգիական փոփոխություններով են ընթանում։ Մենք նոր դարաշրջան ենք մտնում քաղաքակրթական եւ այդտեղ տարբեր ուժեր բախվում են, ուժեր, որոնք հին ձևով են մտածում, ուժեր, որոնք ամենայն ապագայի մասին են մտածում եւ ուժեր, որոնք հոգեվոր լուծումներ են փնտրում, որը պիտի խաղաղեցնի վիճակը ի վերջո։
Դրա համար մենք երբ որ խոսում ենք հոգևոր դաշտի մաքրման մասին, դա այն հիմքն է, որի վրա կարող է քաղաքական դաշտ առաջանալ նոր։ Եթե մենք այդ վերցնենք որպես հիմք եւ դրա վրա փորձենք շարժվել, դա շատ ավելի ամուր կլինի, քան թե փորձենք զուտ քաղաքական լուծումներ տալ այսօր, որովհետեւ ամբողջ աշխարհում այդ որոնումը կա, քաղաքակրթական որոնումը, որի լուծումը ոչ թե հենվել, ասենք ապագա այդ նեոբոլշևիկյան մտածողության վրա։ Հիմա էլ ասում են խաղաղություն կա։ Հա, խաղաղությունը բեմականացում չի, առավել ևս որ մենք այն ժողովուրդն ենք, որ խաչ պատերազմի աջ բասկի վրա միշտ պիտի դրոշված ունենանք։ Դա մեր այդպես ասած հոգևոր պայքարի նշանն է, որ դու միշտ դրան այդ կարմիր գծերը քո թույլ է տալիս միշտ տեսնել։ Եթե դու դրանից հրաժարվում ես, դու քեզնից ես հրաժարվում, ինքնությունից ես հրաժարվում ու քո այդ խաղաղությունը ընդհանրապես մահ է նշանակում։